Ես վերադարձա, պարոն Սարգսյան։ Գոջաբական փամփուշտը։ Մեր գործն էլ էտա։ Գոջաբաշյան Հովհաննես, Հայկական համալսարանի 5-րդ հոսքի շրջանավարտ։ Պարոն Սարգսյան, ինչով էր պայմանավորված Արտուր Բաղդասարյանին անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելը, երբ հայտնի էր, որ նա երկրորդ նախագահի օրոք զբաղվել է ի վնաս Հայաստանի եւ ի վնաս հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության գործունեությամբ։ Շնորհակալություն։ Ինձ դուր է գալիս ձեր բնավորությունը, երիտասարդ հասակում ես էլ էի շատ բաների ընդդիմանում, դե բայց դա երիտասարդությունը, բայց գիտեք, անկախ նրանից, թե մարդու հետ ինչ հարաբերություններում ես գտնվում, ինձ համար շատ կարևոր է օբյեկտիվ լինելը։ Բա Արտուր Բաղդասարյանը եթե հակապետական գործիչ էր, Արտուր Բաղդասարյանը ո՞նց է 3 տարի ազգային ժողովի նախագահ եղել։ Դուք գիտեք, որ 2003 թվականից մինչև 6, այսինքն այդ հակապետական մարդը 3 տարի ազգային ժողովի նախագահ է եղել։ Լավ հասկացանք, ինչ որ քննադատական ելույթներ ուներ, հանդիպում էր ինչ որ դեսպանների հետ, գնացել էր Ֆրանսիա, հանդիպել էր այն ժամանակվա Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզիի հետ, հետո Սարկոզին դառավ այդ հակապետական գործունեություն, թե ինչ որ տեղական ադրել, ինչ որ պայթություն բանտես բաներ եղել, հա։ Ես ինչ եմ ուզում ասել։ Նշանակել եմ, որպեսզի երկրում ապահովենք ներառականություն, որպեսզի այդ թշնամանքի մթնոլորտը նվազի։ Արտուր Բաղդասարյանը մասնակցել էր նախագահական ընտրություններին եւ 3-րդ տեղ էր գրավել։ Այսինքն 3-րդ տեղը նա բազմահազար, այսպես ասեմ, կողմնակիցներ ուներ։ Վատ էր, որ այդ կողմնակիցները, այսպես ասեմ, լոյալ դարձան պետության ղեկավարին։ Արտուր Բաղդասարյանը նշանակվել է անվտանգության խորհրդի քարտուղար։ Դրանից հետո մի անգամ լսել եք, որ ձեր պատկերացմամբ այդ հակապետական գործունեությունը դրսևորվի, Արտուր Բաղդասարյանը շատ սրտ աշխատում էր ՀԱՊԿ-ի հետ, ՀԱՊԿ-ի ուներ շատ լավ հարաբերություններ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Արտուր Բաղդասարյանը ողջ ընթացքում ուներ շատ լավ հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Վերջը, եթե այդ հակապետական գործունեությունը դուք համարում եք դեսպանի հետ ինչ-որ խոսակցություն, մարդը սկսեց զբաղվել ՀԱՊԿ-ով եւ այլն։ Ես մի խորհուրդ ունեմ ձեզ։ Այն կարծում եմ ձեր հարևանը ձեր ինչ-որ ձևով տրամադրել է մեր գործունեության ընթացքում թերություններ փնտրել, դա վատ բան չի։ Նորմալ երևույթ է, էլի, բայց որպեսզի դա մի քիչ ավելի սուր հնչի, ես կարծում եմ ճիշտ կլինի, որ նախորդ այդ տրվող հարցերի մասին բավականաչափ ինֆորմացիա կուտակել, էլի։ Ամեն ինչ նորմալ է, ես կարծում եմ միշտ ցանկացած հանդիպում այդպիսի սուր հարցերը ուղղակի զարդարում են